բախումներ է սպասվում, որից ես անհանգստանում եմ։ Այս ընտրություններից հետո էլ Կրեմլը մեզ հանգիստ չի թողնելու, ագենտուրան շատ լավ է աշխատում։ Մի փոքր հողատարածք կտրվի, բայց ոնց որ դուք եք նշում, ավելի շատ հետ կվերադարձվի Հայաստանին, որովհետև հենց սահմանների հարցը լիարժեք կարգավորված չի։ Այո։ Կմնա հին իշխանությունը դեռևս։ Ուղղակի իր պաշտոնը շատ դժվար կպահի ու մեր վարչապետին մի քիչ վտանգ է սպառնում դեկտեմբեր ամսին։ Ինքը պետք է ազգույց լինի հենց իր մարդկանց միջից, կարող է իրան դավաճանել։ Մեր բանակը կլինի ավելի հզոր, ավելի կայուն, ավելի ստաբիլ ու մեր բանակի հիմքերը կլինի ավելի ամուր։ Պատերազմ կլինի հենց մեր երկրի ներսում, մարդկանց մեջ, այդտեղ է վտանգը։ Ու բախումներ շատ կլինի, անգամ կարող է այդ բախումների ժամանակ մարդիկ մահանան։ Ղարաբաղը հետաբերելու շատ հզոր ղեկավար։ Ովքեր կգնան Ղարաբաղի հողի վրա ապրելու, խոսքը ադրբեջանցիների մասին է, հետևում չորացած հասկերն է։ Իրանք հաջողության չեն հասնի։